Հայաստանում այսօր կա մի քաղաքական շրջանակ, որը տարիներ շարունակ ոչ թե պայքարում է պետությունը ուժեղացնելու համար, այլ սպասում է դրա թուլացմանը, անկմանը, սպասում է արտաքին ագրեսիայի, տարածքային կորուստների, քաոսի, զոհերի, միայն թե հասնի իշխանության։ Սա քաղաքական դիրքորոշում չէ, սա ծայրաստիճան վտանգավոր մտածողություն է։ Պատմությունը դա արդեն տեսել է։ 1930-ականներին Գերմանիայում ընդդիմության մի հատված իշխանության դեմ պայքարը փոխեց պետության դեմ խաղով, արդյունքը եղավ աղետը։ 90-ականներին Բալկաններում քաղաքական պատասխանատվության բացակայությունը վերածվեց պատերազմի։ Ուկրաինայում 2010-ականներին կեղծ ընդդիմությունը թուլացրեց ինստիտուտները ճանապարհ բացելով արտաքին ագրեսիայի համար։ Իսկ ուժեղ երկրներում այլ կերպ է։ Լեհաստանում, Չեխիայում, Իսպանիայում ընդդիմությունը երբեք չի սպասել պետության պարտությանը իշխանությունը փոխելու համար։ Ընդդիմությունը կառուցել է այլընտրանք, գաղափար, ծրագրեր, պատասխանատվություն։ Ընդդիմադիր լինելը միայն ոչ ասելը չէ, դա նշանակում է առաջարկել ինչպես։ Ժողովրդավարությունը չի ապրում ատելությամբ, այն ապրում է մրցակցությամբ։ Հակապետական մտածողությունն ընդդիմություն չէ, դա վտանգ է պետության համար։ Այդ պատճառով մենք ասում ենք, Հայաստանին պետք է ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն, որովհետև Հայաստանի գլխավոր խնդիրն այսօր իշխանությունը չէ, գլխավոր խնդիրը ընդդիմության որակն է, եւ մենք գնում ենք այդ կարգախոսով։ Ընդդիմափոխություն։